Արդեն հոգնել եք քաղաքապետի պաշտոնից, որ ուզում եք պատգամավոր դառնալ։ Պատգամավորական ցուցակը կարծում եմ առաջին հերթին յուրաքանչյուր կուսակցական ներգրավում է առաջին հերթին իր թիմին աջակցությունը ցույց տալու համար եւ կարծում եմ շատ-շատերը այս ցուցակում ընտրություններից հետո չեն հավակնում լինել կամ մնալ պատգամավոր, բայց սա շատ խոսուն փաստ է այն մասին, որ թիմը շատ միասնական է եւ տրամադրված է հաղթելու այս ընտրությունները։ 21 թվին միասնական չէ, պարոն Աբինյան, որ մասնավորապես դուք Ես 21 թվականին իմ բոլոր պարզաբանումները եւ հիմնավորումները տվել եմ եւ ես անկեղծորեն շատ ուրախ եմ, որ որոշակի հետեւություններ մենք բոլորս այդ ամենից այդ process-ից բիզնեսը, այսինքն բիզնեսը եւ քաղաքականությունը տարանջատվեց այս 26-ի ցուցակով, որտեղ դուք դա եք մտահոգություն հայտնել։ Ես կարծում եմ, որ բալանսավորվեց բոլոր այն վտանգավոր պոտենցիալ process-ները, որ կարող էին լինել եւ դրանք տեղի չունեցին։ Պարոն Ավինյան, իսկ հեշտությամբ կատարեցիք ընտրությունը 274-ից 50 հոգուն եւ ինչ սկզբունքով ընտրեցիք։ Իրականում բավական երկար տևեց եւ ավելի շատ ոնց որ թե ընտրությունը կանգնած էր ում միջև ընտրեմ, որովհետեւ սահմանափակ էի 50 հոգու մեջ ընտրելու տրամաբանությամբ, ավելի շատ մարդ էի տեսնում, որ կարող եմ ընտրել, բայց ստիպված ինչ-որ ընտրություն կատարեցի։ Պարոն Աբինյան, դուք վտանգավոր այսպես գործընթացի մասին խոսեցիք։ Օրինակ, այդ ժամանակ խոսում էր, որ ձեր եւ պարոն Սիքերյանի հետ կապված հանգամանքներ կան եւ դուք հենց նրա առաջադրումն եք համարել ոչ ճիշտ։ Ես անձնավորված որևէ մեկի հետ կապված անձնական նամանավան որևէ հարց երբևէ չեմ ունեցել։ Ինչ վտանգի մասին եք ասում, պարոն Աբինյան։ Հա։ Ինչ վտանգի մասին եք ասում։ Ասում եք 21-ի Ջան, այն վտանգներն են, որոնք որ շատ երկրներում տեղի են ունենում, երբ որ շատ խոշոր կապիտալը ստանում է շատ մեծ ծավալ իշխանություն։ Պարոն Աբինյան, եւ փողոցների խնդրի մասին դեռ 2025 թվականին օրինակ պետք է Արինբերդի փողոցը վերանորոգել եւ մյուս այլ փողոցներ եւ մարդիկ որպեսզի փոսերը չլինեն, տեսել եք ձեր նկարներն են վակցինում որ զգուշանում։ Այսօր ժամը 11-ին ամբողջ քաղաքով մեկ սկսելու ենք կտրման աշխատանքներ ասֆալտի բոլոր այն հատվածներում, որտեղ ունենք խորը փոսեր, դրան զուգահեռ վարչական շրջանների ղեկավարները շատ խորը եւ վտանգավոր փոսերում իրականացնելու են որոշակի տեսակի նյութ են լցնելու այդ փոսերը եւ արդեն վաղը չէ մյուս օրվանից երբ որ եղանակը արդեն վերջնական թույլ կտա, որովհետեւ վաղը ամենայն հավանականությամբ չեն կարողանալու անել, ելի ամբողջ քաղաքով իրականացվելու է ասֆալտապատման աշխատանք։ Պարոն Ավինյան, գործակարգավարական կապված 25 թվականին ինչու Արինբերդի փողոցը չվերանորոգվեց, որտեղ ասել էի քաղաքապետարանն ասել է վերանորոգվելու է։ Որովհետև մենք ունեցանք ձգձգումներ նախագծող ընկերության հետ կապված, նախագծման աշխատանքների հետ կապված։ Պարոն գործակարգավարական նիստի ժամանակ դուք ասացիք, որ աննախադեպ քանակի աղ էր լցվել եւ նաեւ դրանով էր պայմանավորված այս փոսերը, որոնք քաղաքում եղել են, բայց ՏԿ նախարարը այլ բան է ասում, որ այդքան աղ չի լցվել, որից կարող է իրենց սարքած ասֆալտը բացվել եւ դառնալ։ ՏԿ նախարարը միանշանակ ճիշտ է ասում եւ ՏԿ նախարարը խոսում է այն մարզային ճանապարհների մասին, որ մենք նոր ենք հիմնանորոգել կամ միջին նորոգման աշխատանքներ արել։ Երևան քաղաքում բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք իրականացրել ենք միջին նորոգման աշխատանքներ, նմանատիպ խորքային խնդիրներ չեն առաջացել։ Այս խնդիրները Երևան քաղաքի փողոցային ցանցը ահռելի մեծ է եւ իրականում մենք փուլային դեռևս 2 տարի առաջ դրա համար էլ սկսել ենք միջին նորոգման աշխատանքները, իսկ այս տարի նաեւ իրականացնում ենք հիմնանորոգման աշխատանքներ։ Արինբերդինը ասացիք։ Հաղթանակ թաղամասին այս տարի ունենք կոյուղու ծրագիր, ունենք սկսել ենք քննարկել 80 մանկապարտեզի ծրագիրը, ունենք խնդիր փողոցների հետ կապված, ասֆալտապատման հետ կապված, այդտեղ անելու ենք անպայմանորեն աշխատանքներ, մի մանկապարտեզ ամբողջապես հիմնանորոգել ենք եւ ոչ միայն դա, այնտեղ շատ այլ աշխատանքներ են կատարվում։ Աշխատանքների ակտիվացումը նախընտրական շրջանով է պայմանավորված, պարոն Աբինյան։ Երբևէ դա նախընտրել համենայն դեպս Երևանի քաղաքապետարանը, եթե դուք տենց կարող եք ամեն տարվա մեր աշխատանքների ծավալը նայել, մեր աշխատանքների ծավալը նախորդ տարվանից ընդհանրապես մի փոքր է, ավել միշտ։ Ավինյան, կառավարության նիստի ժամանակ ներողություն, երբ դուք զեկուցում եք նորագյուղ թաղամասի հետ կապված,
նշեցիք, որ եթե չեք սխալվում, մինչև 70 հարկանի երկնաքեր է լինելու, բայց պարբերաբար Երևան քաղաքում բազմաբնակարան շենքերի հետ կապված խնդիրներ են լինելու եւ դուք նաեւ վստահեցիք, որ նորակառույց շենքերը սեյսմակայունության վտանգ չեն ունենալու, բայց այն ավելի ցածրահարկ, 20-17 հարկանի շենքերի բնակիչները օրինակ բողոքում են իրենց շենքի ֆասադային հատվածի, որ դեռ իրենք չեն գնացել ապրելու, բայց այդ կառուցապատված շենքերի ֆասադները փնտրում են։ Դուք այս պայմաններում, այս կառուցապատման որակով ինչպես եք պատկերացնում 70 հարկանի երկնաքեր կառուցել Երևանում։ Մենք իրապես ունենք կառուցապատողներ, որոնք որ իրենց աշխատանքը պատշաճ չեն իրականացրել, ինչպես դուք եք նշում, բայց սա չի նշանակում, որ չկան նաև կառուցապատողներ հենց մեզ մոտ Երևանում, ովքեր որ ունակ են շատ որակյալ եւ լավ կառուցապատում իրականացնել, իսկ ինչ վերաբերում է նորագյուղ նախագծին, դաունթաուն նախագծին, այդտեղ մենք վստահաբար ավելի շատ փորձելու ենք ամենախոշոր հատվածների համար միջազգային փորձ բերել, որովհետեւ այն ինչ ուզում ենք իրականացնել նորագյուղում, դրա փորձը Հայաստանում չկա։ Շնորհակալ եմ։